Թղթային QR կոդերով տրանսպորտից օգտվելը մայրաքաղաքում շուտով չի կիրառվի։ Քաղաքապետանում որոշեցին, Ավինյանն էլ հայտարարեց, որ QR կոդերը հնարավոր է օգոստոսից վերացնեն։ Թելսալի մեր գործընկերների հետ հասկացեք, որ ամսվանից սկսած ամենայն հավանականությամբ երևի օգոստոսի 1-ից սկսած թղթային տարբերակով այլևս չպետքա գործի QR-ները։ Խնդիրներից մեկը մեր նաև դա է։ Քաղաքապետանի ավագանուն դիմադիր անդամներն էլ հայտնեցին, թե այդ կերպ քաղաքապետանը նպատակ է դրել պարտադրել քաղաքացիներին գնել փաթեթներ։ Ընդդիմադիրների կոչն է բոյկոտել ու ձեռք չբերել փաթեթներ։ Քաղաքային իշխանությունը վճարման մի եղանակ է չեզոքացնում, բայց պարզվում է, որ մայրաքաղաքում երթևեկող ոչ բոլոր նոր ձեռքբերված ավտոբուսներն են հիմա սարքին։ Ման Մակնիշի 87 ավտոբուսներից 10-ը անսարք է եղել։ Ման Մակնիշի ավտոբուսները տոկոսային էլի շատ բարձր է անսարքության թիվը, ինչ է այդպես։ Վայստամասերի խնդիր ունի էլի Ման Մակնիշը, էլի հանդիպել ենք անցած շաբաթ, քննարկել ենք այդ հարցը, մի քիչ տեխնիկական խոտաններ լայի հայտ գալիս տեխնիկաների վրա, մեկ փոխարինումը տևում է։ Վերջին 6 ամիսն է, եթե այս տեմպով էլի շարունակվի, այդ ընկերության հետ էլ չենք կարողանա ուղղակի շարունակել մեր համագործակցությունը, սա վերջնական եւ հստակ փոխանցեք։ Քաղաքապետարանը նախատեսում է Երևանը համալրել նոր տրանսպորտային միջոցներով։ 45 տրոլեյբուս են արդեն ձեռք բերել, սակայն ֆինանսական միջոցների հարցը դեռ ամբողջությամբ լուծված չէ։ Հաշվի առնելով, որ դեռևս ֆինանսական միջոցները նախատեսված չեն, խնդրում եմ հանձնարկանի ժամկետը որոշակի ժամանակահատվածով երկարաձգելու։ Ինչքան է մեր 6 ամիսը դեռ 6 ամիսը ապրիլի 7-ին ենք ընկել պայմանագիրը, դրանից 6 ամիսը հոկտեմբեր։ Այո։ Ժամանակ ունենք, պարոն Հովհաննիսյան, մեր հաջորդ առաջնահերթությունը այս տրոլեյբուսներն են։ Քաղաքապետանը հայտնել էր, որ տրանսպորտային փոխադրամիջոցների շահագործման արդյունքում քաղաքացիներից ոչ բոլորն են վճարում ուղետոմսի փողը եւ թերի գանձման պատճառով ըստ քաղաքապետանի 45 տրոլեյբուսների փոխարեն հնարավոր կլինի գնել 15-ը։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։